Պյոտր Պերոին, որ տրակտիրներ է սկսում բացել, իր մահից հետո այդ տրակտիրները, ասենք, գալիս են քաղաքի կենտրոն։ Ու քաղաքի կենտրոնում, այսպես, այսօրվա մեր լեզվով ասած, ռեստորաններ են բացվում։ Այդ ռեստորաններում օֆիցիանտները ստանում էին ամսական 6 ռուբլի։ Այդտեղից գնաց 6-նոց բառը։ Ես առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանի այն քննիչներին, դատավորներին, դատախազներին, որոնք զակազ են կատարում եւ իրականում 6-նոց են, 6 դրամ փող ուղարկենք։ Ես այս երկու օրը մեր երկու կուղարկեմ 6 դրամ, որ ինքը հասկանա, որ ինքը 6-նոց է։ Այդ դրանք են մեր երկիրը քանդողը։ Դրանք, նույնիսկ այնքան Նիկոլ Փաշինյանը չի, ինչքան դրանք։ Որտեվ նրանք շեստյորկեկն են, շեստյորկեկը, որ վազվզում են, տիրոջը գովում են, դու սենց ես, դու նենց ես, այն Քաչնազարի նման ինքը իրանց սկսել է սիրել, հարգել, ինքը ամեն ինչ գիտի, ինքը ամենաուժեղն է, մի հատ զարգում է մի 1000 հոգու ասֆալտին է փռում, ու մեզ բոլորից դա ցույց է տալ։ Մեր երկիրը դարել է 6-նոցների իշխանության երկիր։ Այո, հենց 6-նոցներն են ապահովում այս մեր դեղին ժուրնալիստի դավաճանի իրականում իշխանությունը եւ դիկտատուր։ Ինձ ասում են, պարոն Կարապետյան, բա դուք նախարար եք եղել, խիչեք դրան կալանավոր է, խիչեք, մեկն է գրել է դրան դատի տայիք։ Ոնց ասեմ ձեզ, Ժորժ ջան։ Ես որ նախարար եմ եղել։ Եթե հիմա ասում են 40%-ն գնաց են ինտրոնին ընտրել։ Այն ժամանակ 60-ն էր Նիկոլին ընտրում։ Ես ոչ թե Իրան չեմ բանարել, ես ձեր դեմ չեմ հելել, ձեր ցանկության դեմ չեմ հելել։ Դե չէ ինձ համար Նիկոլը այսօր էլ այսենց է։ Բայց ես սահմանափակված եմ այն գաղափարներով, որ որպես հայ ես հային չպետք է պարկասնեմ ասֆալտի։ Ինչ էլ ուզում է լինի, ինչքան էլ իրան չսիրեմ։ Որպես հայ ես հային չպետք է խփեմ, որտեղ ես զինվորական եմ։ Ես կրթություն չեմ ստացել իմ ժողովրդի կողմից, որ գնամ հայի խփեմ, հասկացեք։ Բայց այս իրավիճակից երկիրը պետք է հանել։ Ու դա կարող եք միայն ու միայն դուք, գուցե եւ իմ գլխավորությամբ։ Այդտեղ ես կարող լինեմ օգտակար։ Դրա համար միացեք մեզ, մենք իրար հետ կլնենք ու այդ շեստյորկեքին կհանենք, կշպրտենք ու կցույց տանք իրանք որտեղ պետք է մատուցող աշխատեն։